Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք Լիլիթ Դալաքյանի հետ, բարև Լիլիթ։ Բարև ձեզ։ Հետարքիր իրադարձություններ են եղել մեր անցած հանդիպումից հետո, Մյունխենի կարևոր իրադարձությունը, որտեղ հավաքվել էին աշխարհի կարևորագույն գործիչներ, եթե կարելի է այսպես ասել, ինչպես ես գնահատում Հայաստանի մասնակցությունը, բավականին մեծ կազմով էին գնացել Հայաստանի ներկայացուցիչները եւ վարչապետը եւ արտգործնախարարը եւ մի շարք այլ կարևոր գործիչներ։ Միանշանակ բարձր եմ գնահատում Հայաստանի մասնակցությունը, մանավանդ հաճելիորեն զարմացած եմ Նիկոլ Փաշինյանի որոշակի հայտարարություններից կապված Ուկրաինայի հետ, բոլորը գիտեք, որ մենք դաշնակիցը չենք Ռուսաստանի Ուկրաինայի դեմ պայքարում, նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ, այդ որ ասած ճղել գցել են Ռուսաստանը եւ Ադրբեջանը այդ փաստաթուղթը եւ Հայաստանը չի կատարելու, ըստ էության այդպես դուրս եկավ նոյեմբերի 9-ը, չնայած որ այնտեղ միջանցքի մասին խոսք չկա, նա դա ավելացրեց, խոսեց, որ այնտեղ ռազմական համագործակցության մասին որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն փակագծեր չբացեց, կարծում եմ դա Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ հանդիպումներում է արծարծվել, եւ այն, որ Մյունխենյան հարթակում գոնե Ալիևին կարողացան դերման ենթարկել, իհարկե նրա շահերից էլ է փոխում այդտեղ ներկա լինելը, որ աշխարհի ցույց տա, որ ինքը լեգիտիմ նախագահ է եւ իր հետ շփվում են, եւ հույս ունենամ, որ նա կվերադառնա այդ հարթակ եւ այս անգամ արդեն չի փորձի անընդհատ ճողոպրել, չգնալ Մյունխեն, չգնալ Վաշինգտոն, չգնալ Գրանադա, տեսնենք ինչպես իրադարձությունները կզարգանան, համենայն դեպս օպտիմիզմ կա իմ մոտ, իհարկե որոշ զգուշավորությամբ։ Հա, իմ ջալոց Ալիևը ասում էր, որ հանդիպումը եղել է երկկողմ, Շոլցը մի քանի րոպեով էր, նա իր ֆասոններն է պահում, հա, իբր թե երկկողմանի հարաբերությունները, դա իմ ջալոց Պուտինին նաև ուղղված մեսիջ է, որ իբր թե արևմտյան հարթակներում չի հանդիպում, հիմա երևում է, որ Ալիևը մի տեսակ շպագատի մեջ է, չգիտի ում ինչ ասի, դե Անց տոկոսը հավաք է իր ժողովրդին ինչ ասի կլսեն։ Մեր կողմից էր հետաքրքիր Փաշինյանի հայտարարությունները, որ դու ասացիր, իրոք ճիշտ ակնարկի ձևով էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը վերաբերող հայտարարությունը, դա համայնքի հետ հանդիպման ժամանակ էր։ Ես դրանից հետո եթեր արեցի, պատմեցի ինչպես Ուկրաինայում ընդունեցին այդ փաստը։ Իհարկե շատ լավ, բայց մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ ուղղակի պետք է նշվի երկու կողմից, իմ ջալոս, դա պետք է արվի ռելիզների մեջ, երկուստեք, որ եւ Ուկրաինան է ճանաչում Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները եւ Հայաստանը։ Ուկրաինան մի քանի անգամ այդ հայտարարությունը արել է, մենք պետք է հիշենք, որ աշնանային էսկալացիայի ժամանակ անցած տարվա առաջիններից մեկն էր, եթե չեմ սխալվում, Ուկրաինայի դեսպանատունը, որ հանդես եկավ, որ տարածքային ամբողջականությունը շատ կարևոր է։ Իմ ջալոց հեշտ չի տրվում նման հայտարարությունները, դա լուրջ աշխատանքի հետևանք է եւ ադրբեջանական կողմը այդ դեպքում շատ ծանր էր տարել, այդ ոնց էլի իրենք էին հարձակվել եւ այս դեպքում առաջինը Ուկրաինան, սա այն մարդկանց պատասխանն էր, ովքեր որ ցանկանում են Ուկրաինան տեսնել միայն Ադրբեջանի բարեկամ, չեն ընկալում, որ Ուկրաինան իրոք նեյտրալ է, առնվազն այսօրվա նախագահի քաղաքականությունը մենք տեսել ենք եւ 2020 թվականին ինչպես նա թույլ չտվեց, որպեսզի Ուկրաինան ներքաշեն, չնայած շատ էին ուզում ռուսական, թուրքական մամուլը, ադրբեջանական մամուլը, ես հիշում եմ BBC-ին հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարը, երբ որ շեշտադրում էր արվել տարածքային ամբողջականության վրա, նա ասաց, այո, մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի, բայց դա չի վերաբերվում միայն Ադրբեջանին, դա վերաբերում է նաև Երևանին, հա, Հայաստանին։ Եվ շատերի համար զարմանք էր, թե ինչպես, էլի։ Ես անընդհատ ուզում եմ մի ցավոտ հարցի անդրադառնալ, դուք լավ թեմա եք բացել։ Ես որ պաշտպանում եմ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ոմանք ասում են Ուկրաինան մեր բարեկամը չի, այդպես մի ասեք, իրենք Ադրբեջանին զենք են տվել, քանի հիշում եմ, ասեմ։ Դուք գիտեք Ադրբեջանին զենք մատակարարողների ցուցակում առաջինը որ երկիրն է։ Դա Ուկրաինան չի։ Նա Դա Ռուսաստանն է։
Եվ նշեմ, որ Ռուսաստանը հանդիսանում է ռազմավարական դաշնակիցը, Ուկրաինան ոչ։ Այն, որ Ուկրաինան Հայաստանի հանդեպ կամ Ղարաբաղի հարցում որդեգրել է այդ դիրքորոշումը, դա Հայաստանի սխալ քաղաքականության արդյունքն է։ Տարիներ շարունակ Հայաստանը ՄԱԿ-ում համարվել է Ռուսաստանի կցորդը, որևէ մեկը չի ընկալել Հայաստանը լուրջ պետություն։ Երբ որ Ղրիմը գրավում էին, այստեղ որոշ անպատասխանատու հայտարարություններ էին հնչում, որ Կռիմն աշ, հիշում եք։ Այսինքն ամեն ինչ արվել էր, որ Հայաստան Ուկրաինայի կողմից ընկալվի որպես թշնամի երկիր, Ռուսաստանի կցոր։ Եվ հիմա երբ որ Ուկրաինային մեղադրում են, թե դուք Ադրբեջանամետ եք, ես ուզում եմ մեր ժողովուրդը հասկանա, որ այն վերաբերմունքը, որ դուք ցույց եք տվել, այդ վերաբերմունքը ստացել եք։ Բացի այդ, շատ կարևոր հայտարարություն եղավ 2020 թվականի պատերազմի օրերին։ Ուկրաինայի դեսպանը Հայաստանում, գուցե շատ մարդ տեղյակ չի, կարող եք այսօր Google-ով տեսնել հաստատ այդ հայտարարությունը, ասաց, որ Ադրբեջանին երբեք Ուկրաինան կասետային ռումբեր չի վաճառել։ Իսկ այստեղ ռուսամետ գործիչները ասում են, որ կասետային ռումբեր վաճառել է Ուկրաինան Ադրբեջանին։ Եվ Ուկրաինային ասաց, որ բացի իրենից Ռուսաստանն էլ է վաճառում կասետային ռումբեր, այսինքն հասկացվեցին, որ դա ռուսական կողմն է եւ որևէ արձագանք եւ հերքում չեղավ Ռուսաստանի կողմից։ Այսինքն այն միֆը պետք է ցրել, որ Ուկրաինան Ադրբեջանի բարեկամն է եւ հարկ ու պատիվ այս նախագահի Զելենսկուն, որը այո դուք շատ ճիշտ եք, շատ հավասարակշռված քաղաքականություններ վարում եւ նույնիսկ իր կաբինետի անդամ Ավակովը, երբ որ պատերազմի օրերին բացահայտ հայամետ դիրքորոշում էր դրսևորել, նա մի քանի անգամ Թուրքիային մեղադրեց ցեղասպանություն իրականացնելու մեջ, Զելենսկին շատ հանգիստ դարձունեց եւ Ավակովին չէր ասում լրի եւ պաշտոնից չհեռացեց, այսինքն այսօր Ուկրաինան եւ Հայաստանը ունեն պատմական շանս ցրելու այն միֆը, թե իրենք հակառակ լագերներից են, թշնամի են եւ միասին պայքարելու իրենց ապագայի համար եւ Ռուսաստանից կախվածությունից հրաժարվելու համար։ Այսօր տեսնում ենք, որ եւ Հայաստանը եւ Ուկրաինան փորձում են ազատվել այդ գերությունից, որի հետևանքով Ռուսաստանը պատերազմեց Ուկրաինայի դեմ եւ պատերազմ հրահրեց Հայաստանի դեմ։ Հայաստանն ու Ուկրաինան ըստ նույն ճակատագրի մեջ են այս բանը գտնվում։ Այո, Ուկրաինային միայն այդ կասետայինի մեջ չէին, ամեն ինչի մեջ էին մեղադրում, այդ ականների մեջ, կասետային ռումբերի, ֆոսֆորի մեջ, գրոհայիններ ուղարկելու մեջ, իմիջիայլոց այնքան անլուրջ էր այդ ամենը, երբ որ մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում Ուկրաինայում, հա, ասենք ասում էին ուկրաինացի ազգայնականները, ես ինքս ազգայնական եմ, հայ ազգայնական, որը որ իհարկե Ուկրաինայում պետք է լիներ ուկրաինացի ազգայնականների հետ ավելի մոտ, քան ասենք մնացած բոլորի, ես հումորով ուղարկեցի այդ հղումը Ազովի հրամանատարի տեղակալին, նա ասաց, բա իմանանք, ասաց, որ մերոնք ընդեղ են, ասում, նո ինքն էլ հումորով մեկնաբանեց իմ post-ը Facebook-ում, դրանից հետո ինձ տեղ ասավ ինիցիատորների ռեակցիան, ռուսական, ճիշտ ռուսական չէ, դրանք հայեր են, որ շատ էին զարմացել, ոնց մեր հայերը փաստորեն ազգայնականների հետ։ Դրանից հետո մենք հարցազրույցներ արեցինք նաև նույն Ազովի հրամանատարության հետ, պատմեցին, որ Մարիուպոլի ազատագրման ժամանակ հայերը ինչ մասնակցություն են ունեցել նույն Ազովի մեջ տարբեր ջոկատներում, որոնք կռվում էին Ուկրաինայի տարածքները ազատելու համար։ Դա շատերի համար անակնկալ էր, իրենց թվում էր, թե ազգայնականները պետք է ուրիշներին դեմ լինեն, ասենք օտար ազգերին, հա, բայց գիտեք, իրենց ամենամեծ սխալը այն է, որ իրենք անընդհատ համեմատում են իրենց հետ։ Ուկրաինան Ռուսաստան չի։ Ուկրաինայում կա վերաբերմունք բոլոր ազգերի հանդեպ։ Իմիջիայլոց Զելենսկիի ինիցիատիվայով որոշվեց, որ ավելի լավ կլինի, ասենք, сообщество, ոչ թե ասենք община, հա, ասենք հանրություն, հայկական հանրություն Ուկրաինայի, հա, որովհետև բոլորը մերոնք են, այստեղ անձնագրի մեջ չի գրվում ազգությունը, դա ուկրաինացի են բոլորը։ Կա մարդկանց էթնիկ ծագումը, բայց անձնագրում բոլորը ուկրաինացի են եւ մենք ունենք 11 դարից ավել պատմություն, հայերը ունեն հերոսական պատմություն Կիևից մինչև Գրյունվալդ, հա, միշտ պաշտպանել են երկրի շահերը, որտեղ որ բնակվել են եւ Ուկրաինայում մեծ հարգանքի են արժանանում։ Բազմիցս եմ անդրադարձել այդ թեմային, չէի ուզենա նորից մեր լսարանին հոգնեցնել։ Իրոք անընդհատ այդ շարանել է Ուկրաինայի վրա ռուսական կողմից կար եւ 5-րդ Շարասյան կողմից։ Ցավոք սրտի դա երբ որ արձագանք ստանում է Ուկրաինայից, ուկրաինական կողմը հերքում է, հայկական կողմից է քիչ։ Օրինակ ես գրեթե չեմ լսել, որ օֆիցիալ Երևանում ինչ որ մեկը հստակ պատասխան տա հենց այդ նույն 5-րդ Շարասյանը կամ ասենք ռուսական ռոպագանդային, որ ոչ, մենք տվյալներ ունենք, որ հնարավոր չի։ Նույն կասետայինը, ֆոսֆորայինը, հա, այդ ամենը տրվել է միջուկային զենքի հետ Ռուսաստանին Բուդապեշտյան մեմորանդումով։ Այսինքն Ուկրաինա ֆիզիկապես չէր կարող դա տալ։
Ավելին ասեմ, հիշեցնեմ, որ այդ օրերին Ուկրաինայի հայերի միությունը խնդրել էր ներքին գործերի նախարարությանը եւ մենք բոլոր ինքնաթիռները ստուգել ենք, որովհետեւ անընդհատ նաեւ Հայաստանից էինք ստանում անհանգստություն, որ կարող է ինչ-որ մեկը ինչ-որ ճանապարհով փորձի զարտուղի ճանապարհներով, հա, բայց էլի օգտագործելով ինքնաթիռները, եթե հիշում ես ՆԱՏՕ-ի ինքնաթիռները իջնում էին Բաքու, հետո գնում էին Աֆղանստան Պերեսադկա էին անում։ Շատ ժամանակ դրանք ուկրաինական ավիաընկերությունների օդանավեր էին։ Այսինքն օդանավը թռնում էր Ուկրաինայից Գերմանիա, Գերմանիայում ՆԱՏՕ-ի բեռը ստանում էր եւ գնում էր դեպի Աֆղանստան։ Երևի դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն թույլ տար ուկրաինական ինքնաթիռով ինչ որ բան տեղափոխել։ Այսինքն այդ սա աբսուրդ էր, էլի։ Բայց քանի որ գիտենք պատերազմի ժամանակ բոլորը շատ լարված են, ինչպես որ հիմա եւ մենք, իհարկե այդ վերահսկողությունը սահմանել ենք եւ Հայաստանի դեսպանը փաստեց, որ ոչ մի տարօրինակ բեռ չի գնացել Ուկրաինայից Ադրբեջան, չնայած դրա մասին անընդհատ փորձել են ռուսական կողմը Հետո այն մի հատ Վարգոնզո էր, ինչ էր, այդ անընդհատ Արծրուն Հովհաննիսյանի կողքը պատտվում էր, դա էր, ինչը լնում էր ամեն երկրորդ բառը Ուկրաինայի վրա էր գցում, հուսամ նա այլևս Հայաստանում չի հայտնվի։ Մի խոսքով թշնամիներ կան, մենք գիտենք թշնամիները չեն ուզում, որ մեր հարաբերությունները լավանան, մենք կամուրջ ենք երկու երկրների միջև։ Մեր համար ցավոտ է եւ Ուկրաինայի եղածը եւ մեր հայրենիքի եղածը։ Մենք ուզում ենք, որպեսզի դիրքորոշումները մոտենան եւ խնդիրներ չլինեն։ Ցավոք սրտի հիմա էլ տեսնում եմ մեկնաբանություններում մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, օրերս մեկը փորձում էր իբր թե հոգեբանական ճնշում գործադրի, բայց ինչ է արել, որպեսզի ձեր երկիրը Ադրբեջանը բռնապետություն ճանաչի, ասացի պատասխանեմ էլի, մտա գրեցի, ասացի երևի թե ծանոթ չեք մեր եթերներին, մենք անընդհատ դրա մասին խոսում ենք ուկրաինական փորձագետների հետ եւ հայ փորձագետների մասնակցությամբ, հարցրեցի ձեր ոչից զգում եմ, որ օրվա իշխանության Հայաստանի կողմնակից եք, իսկ ասեք Նիկոլ Փաշինյանը երբևիցե Ալիևին բռնապետ կոչել է, եթե կոչի, մեր գործը մի քիչ ավելի կհեշտանա, խոսակցությունը ավարտվում է դրանով, անընդհատ ինչ որ պահանջներ, մեկը անի, բայց ոչ մենք, հա, թող ինչ որ մեկը մեր տեղ, բայց այդպես չի լինում, մենք պետություն ունենք, չէ՞, մեր հայրենիքը Հայաստանը պետություն է, եւ մենք անընդհատ որ ասում ենք Հայաստանը պետք է ներկա լինի Ղրիմի պլատֆորմին, գիտես չէ, Ղրիմի բոլոր ազգերը Ղրիմի պլատֆորմում ներկայացված է, բացի հայերից։ Մենք ունենք պետություն Հայաստան, բայց Հայաստանը չի մասնակցում։ Այսինքն հայ համայնքը Ղրիմում ինքը չունի մեկը, որ իր դիկունքին կանգնի, տես Ղրիմի թաթարները, քանի որ չունեն պետություն, իրենց հարցերով նաև Կիևն է զբաղվում։ Մենք պետություն ունենք, Հայաստան պետություն ունենք, բայց ցավոք սրտի Հայաստանը չի ներկայանում առայժմ։ Հուսանք, որ ինձ տարբեր փողովակներով խոստացել են, որ այդ հարցն էլ կլուծվի, որ հիմա Հայաստանում այլ կերպ են վերաբերվում այս ուկրաինական ուղղությանը։ Ես շատ ուրախ կլինեմ, որ թեկուզ էլի ուշացումով, բայց դա լինի։ Ինչի՞ այս թեմային մի քիչ երկար, որովհետև ցավոտ է, իրոք, գիտես, կես միլիոնանոց համայնք է, համայնքը ինքը շատ ինտեգրված է ուկրաինական հասարակության մեջ, հարգված, սիրված, ասենք հայկական անունները գրեթե բոլոր երևույթների մեջ կան, էլի, չկա մի միջոցառում, որ հանկարծ հայ չլինի ու հարգված հայ չլինի։ Ու դրա մասին, ասենք, մենք չենք խոսում, ուկրաինական հասարակությունն է դա ներկայացնում որպես իր ժողովրդի մաս։ Իմիջիայլոց սա այն կապիտալն է, որը չունի Ադրբեջանը։ Ադրբեջանը պարզապես 30 տարի պետական մակարդակով հարաբերություններ է պաշտպանել, բալանս է պահել եւ տեսակ հատուկ իրենց լրատվամիջոցները շեշտեցին, որ Մյունխենում Զելենսկու հետ հանդիպելուց խոսել են անգլերեն, բայց Պուտինին, ասենք, երեսը պահելու համար Փաշինյանի հետ հանդիպելուց Ալիևը ասում է, որ դա երկկողմանի է, ոչ թե արևմտյան հարթակը օգտագործել է։ Այսինքն իրենք աշխատում են ամենտեղ իրենց շահը պաշտպանել։ Ինչից ենք քաշվում կամ ամաչում մենք ամաչելու ոչ մի բան չունենք, եւ Հայաստանը հանգիստ կարող է ասել, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ուկրաինայից էլ նույն բանը ակնկալելով, ինձ թվում է դա ընդհանրապես հարց չի, ուկրաինական չինովնիկները դրա մասին մեկ անգամ չէ որ ասել են։ Այստեղ մեր կողմից կա մեկ մինուս Սերժ Սարգսյանի հայտարարությունը, եթե հիշում ես Ղրիմի այդ իրադարձություններից հետո, երբ որ նա զանգեց Պուտինին, եւ դա համարել էր իբր թե ազգերի ինքնորոշման իրավունք, չեմ հիշում հիմա ինչպես էր գրել, բայց շատ վատ էր ընդունվել, որովհետեւ սա Թշնամական արարք է, հարևան երկիրը հարձակվում է, քեզնից տարածք է գրավում, ձևացնում է թե հանրաքվե է անում, երրորդ երկիրը,
որի համայնքը կոմոդ շատ բազմազան է եւ ամուր մեծ սիրված ու այդ երկրի ղեկավարը երրորդ երկրի անեքսիան փաստորեն ոնց որ Ես ավելին ասեմ, այսօրվա Ղարաբաղի իշխանությունները, որոնք Բաքվի բանտերում են, նրանք մեծ դեր են խաղացել, որպեսզի Ուկրաինան Լեռնային Ղարաբաղի հարցում պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը։ Եթե հիշում եք, Արայիկ Հարությունյանը շնորհավորեց Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդին ինքնորոշման իրավունքի, դա արդեն ղրիմը չէր։ Ավելի վատ, ինքնորոշման իրավունքի իրականացման հետ կապված։ Այն ժամանակվա Ղարաբաղի իշխանությունները ճանաչեցին Ղրիմի հանրաքվեն, այսինքն դուք բերեցիք մի հարց, Ղարաբաղի հարցը, որը եզակի բնույթ ունի եւ դա ոչ թե ուղակի տենց զորով հանրաքվեն արել մարդ չի եղել, գնացել են տներով, ավտոմատներով եւ parz է թե դա ինչ էր, դուք բերեցիք Ղարաբաղի հարցը, որը լեգալ, օրինական հարց է եւ տարածքային պահանջով օրինական եւ ինքնորոշման իրավունքով, որտեղ այդտեղ զտում է եղել, հավասարեցրիք Դոնեցկին, Լուգանսկին եւ դրանով արդեն արժե զրկեցիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հետո էլ ասում եք, բա ինչի՞ է Ուկրաինան ճանաչում Ադրբեջանի մաս։ Բա ոնց դուք եք անում, նենց էլ իրենք են անում։ Հիմա ինչ ստացաք դուք։ Ռուսաստանը ճանաչեց, չէ՞, Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Դուք հույսները դրել եք, որ Ռուսաստանին դուր կգաք այս ձեր հայտարարությամբ եւ գոնե ձեզ չեն հանձնի, չէ՞։ Հիմա տեսաք ինչ եղավ։ Այսինքն որ դուք ձեր շահերը չեք սպասարկում, ձեզ էլ են արդեն զոհաբերում։ Դե հա, իմջալոց ցանկացած ռուսամետ քայլ Արցախում, չնայած Արցախը Հայաստանի Հանրապետություն չէր ֆորմալ, հա, ադրբեջանական կողմը միշտ տեղեկացնում էր, որ տեսեք, հայերը սա արեցին, սա ձեր դեմ էր, իրենք միայն ընկերություն չեն արել, իրենք նաև փորձել են Հայաստանի դեմ սադրել անընդհատ, բայց ասենք իրենք սխալվում են իրենց հաշվարկների մեջ, որովհետև ասում եմ ուկրաինական հանրության մեջ հայերի հանդեպ վերաբերմունքը շատ լավ է, մեր լսարանն էլ գիտի, այնքան եմ ասել, որ այս վերջում շատ սիրված ֆիլմ է նկարվել, Կուլտովի է համարվում, եւ դրա մեջ կա հայ հերոս, մի քանի հայի կերպար, հայկական տարազով, որը որ Ուկրաինայում է եղել Նիշնադարյան, այդ ամենը որ տեսնեիր ինչ մակարդակով է պահպանվել, գիտական, որ հանկարծ մի բան այնպես չլինի, որ հագուստը լինի զուտ հայկական, իմջալոց հայերի միության պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն էր անձամբ զբաղվում այդ դրանով։ Ինչ եմ ուզում ասել, այսինքն ադրբեջանցիների անընդհատ սադրանքները մենք տեսել ենք, դա չի անցնում։ Պարզապես կուզեինք, որ մեր հայրենակիցները Հայաստանից ճիշտ ընկալեին, որ մենք այստեղ ինչ որ հնարավոր է արել ենք եւ շարունակում ենք անել։ Պետք չէ մեղադրել կամ պետք չէ, ասենք, սիտուատիվ, հատկապես պատերազմի ժամանակ, ինչ որ մեկի կարծիքը վերցնել եւ դա, ասենք, ընդունել որպես բոլորի կարծիք։ Շատ ժամանակ տեսել ենք, չէ, Արեստովիչներ, SRN-եր, որ ինչ որ տարօրինակ հայտարարություններ էին անում, բայց հիմա տեսեք նույն Արեստովիչը ինչ հայտարարություններ անում Ուկրաինայի հասցեին, ասինքն պետք է ուշադրություն դարձնել հանրության կարծիքին եւ պետության ղեկավարության կարծիքին, որը որ կարևոր է։ Եկեք ասեմ, այդ ամենը համայնքը իր վրա զգում է, այդ սերը, այդ բարեկամությունը, մենք միասնական ենք, չկար մեր մոտ, ասենք, իմ ու քոն, չեմ հիշում, ում հետ էինք խոսում, ասաց հետարքիր է, որ պատերազմը սկսեց, կարծես բոլորը իրենց անելիքը գիտեին, փախնողները գիշերը փախան, մնացողները արդեն բարիկադ էին կառուցում, այդ կոկտեյլ մոլոտով էին սարքում, զինվում էինք, որ քաղաքը պաշտպանեինք, որովհետև առավոտյան որոշ շրջաններում արդեն ռուսական դիվերսանտները մտել էին քաղաք, այդ արվարձաններից ծայրամասերում արդեն մտել էին, իհարկե նրանք ոչնչացվեցին տերաբարոնայի կողմից, դուրս շպրտվեցին, գիտես, քանի ամիս հələ Կիևի մատույցներում էին, դուրս շպրտվեցին, մենք ռուսի հետ պատերազմել ենք, գիտենք, թե դա ինչպես է եւ վախ չկա բացարձակ, ինչ է ուզում ասել, ոչ ոք ազգություն չէր հարցնում, մենք բոլորս մեր տունն ենք պաշտպանում եւ չկա ինչ որ մեկը ասի պետք է, պետք չի, շատ էինք լսում, որ մեր հայրենակիցներից ասում էին դա ձեր պատերազմը չի, բա ում պատերազմը, մենք այստեղ ապրել ենք դարերով, Ուկրաինան եղել է հայերի համար տուն, ցեղասպանությունից հետո երկրաշարժից հետո բազմիցս ասել եմ, անդրադարձել ենք։ Լավ, ինչ որ է, շատ երկար խոսեցինք այս թեմայով, ինձ թվում է կարևորը քայլերը արվում են, թեկուզ երկչոտ, թեկուզ ասենք ակնարկի ձևով, բայց հուսանք, որ կամրանա մի օր մենք կլսենք երկուստեք, ասենք, ռելիզի մեջ, որ եւ Հայաստանը եւ Ուկրաինան կարևորում են միմյանց տարածքային ամբողջականությունը միջազգայինորեն ճանաչված սահմանների ներսում։ Երկրորդ թեման, որ կուզեի քեզ հետ քննարկել, դա Փարիզի այդն էր։ Մյունխենից հետո Ալիևը շտապեց մեծ եղբոր մոտ Էրդողանի
միգուցե հույսեր ուներ մեծ աջակցության, բայց այնքան էլ չստացվեց, բայց պատկերը կար, որ գնացել է մեծ եղբոր մոտ։ Այս ֆոնի վրա Փաշինյանի այցը Փարիզի այդ ինչ հաճելի էր, չէ՞։ Իրոք շատ զգացված էինք մենք բոլորս, ֆրանսիական այդ ռոմանտիզմը, չէ՞, ինչպես էին ներկայացրել, այդ ամբողջ ներկայացում էր կարծես, թե այդ արարողությունը շատ լավն էր։ Իսկը սա պետք է պրոպագանդվի, ոչ թե միայն ասենք չոր լուրերով տվածվի, սա պետք է, ես նույն այդ Փաշինյանի հայտարարության մասին էի ասում, որ պետք է պետության կողմից դա արվի։ Այդ հայտարարությունը ես անձամբ եմ վերցրել Armen Press-ից, խնդրել եմ թարգմանել են, հղումը տվել եմ ուկրաինական լրատվամիջոցներին, բայց կոնկրետ ինչ որ եղել է Փարիզում, լավ կլիներ, որ վերջիվերջո պետությունը ներկայացներ տարբեր լեզուներով ռելիզները միջազգային մամուլին տրամադրեին, որպեսզի բոլորը տեսնեին, սա իրոք համաշխարհային մասշտաբի իրադարձություն, ոչ թե մերն էր գովում ենք, չէ, իրոք ինքը շատ կարևոր էր երկու երկրների ժողովուրդների բարեկամության կտրվածքով, հա, եթե կարելի է այդպես ասել։ Ես իմ պատկերացումները ասեցի, խնդրում եմ քո գնահատականը, ինչպես ես տեսնում Փարիզի հանդիպումը եւ ում ինչ պատասխանեցին Մակրոնն ու Փաշինյանը։ Ֆրանսիայի ոչ թե հայամետ, միշտ ասում են հայամետ դիրքորոշումը, օբյեկտիվ դիրքորոշումը եւ այո հայամետ, որտեղ օբյեկտիվությունը եւ Հայաստանի դիրքորոշումը նույնն են այս հարցում։ Ադրբեջանը փորձում է միշտ մեղադրել Ֆրանսիային, թե հայամետ դիրքորոշում ունի, դա այդպես չի։ Գաղտնիք չի Ֆրանսիայի դիրքորոշումը, այդ պատճառով շատ էր խոսվում, որ Ալիևը Շոլցին ավելի շատ է նախընտրել, չնայած Գերմանիան էլ է շատ օբյեկտիվ իրեն դրսևորում, քան թե Մակրոնի հետ այդ երակողմ հանդիպումը։ Եվ մենք արդեն երկար ժամանակ տեսնում ենք Ֆրանսիա-Ադրբեջան այսպես հակամարտությունը, իհարկե դա Ադրբեջանը չի, այնտեղ Թուրքիայի եւ Ռուսաստանի ականջներն են երևում։ Եվ Էրդողանի հայտարարությունը, թե ձեր ձեռքերը հեռու պահեք, դա առաջինը Ֆրանսիային էր ուղղված, որտեղ այս պահին Ֆրանսիան է վերցրել իր վրա այդ դերը, եւ իհարկե շատ զազրելի է, որ այստեղ կան գործիչներ, որոնք Ֆրանսիային ձեռք են առնում, այդ պետք է Մակրոնը գա ձեզ օգնի, մի քիչ առաջի թեմայի շարունակությունն է, որ փոխանակ աշխարհի հզորագույն երկրների տասնյակի, հնգյակի երկիրը ձեզ այդպես վերաբերում է, ասում է պաշտպանական զենք կտակ, իր հարաբերությունները վատացնում է Ադրբեջանի, Թուրքիայի հետ, որ իրեն հեչ ձեռնտու չի, փոխանակ դա ստանա գովասանք, ասում են, հա ինչ պետք է անի, որ դե թող գա ձեզ օգնի, դա դնենք մի կողմ։ Այստեղ այլ հարց կա, ինքը Ադրբեջան ինքնուրույն խաղացող չի, եւ որ խոսում է, որ Մյունխենի հանդիպումից հետո Ալիևին ասեցին դու քեզ խելոք բայ, Ալիևը կարող է ցանկանում է իրեն խելոք բայել, բայց չգիտեմ դուք տեղյակ եք Ադրբեջանի ինտիմության ղեկավարը հայտարարություն էր տարածել, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման նպատակով։ Այսինքն այստեղ Ալիևը ինքնուրույն չի, այդ որ տենց հոխորտալով քայլում է վստահ, նրա ետևում կանգնած են Թուրքիան եւ Ռուսաստանը։ Եվ հիմա Ալիևին այս հաղթանակը ճակերտավոր որ շնորհել են, նա ունի իր պարտատերերին, պահանջողներին։ Այսինքն դու հիմա պետք է կատարես այս երկուսի ցանկությունը եւ Ալիևին, որ ասում են չհարձակվես Հայաստանի վրա, դա Թուրքիային պետք է ուղղված լինի եւ Ռուսաստանին, քանի որ նրանք են Ալիևին գրգռում Հայաստանի դեմ։ Պարզ է, որ այսօր Արևմուտքը Ռուսաստանի վրա այն լծակը չունի, որ ասի դու քեզ կարգին պայի եւ քո դաշնակցի վրա մի ստիպի, որ Ադրբեջանը հարձակվի։ Իմ կարծիքով գլխավոր խնդիրը Թուրքիայի զսպելն է, որովհետեւ Թուրքիայի վրա հաստատ Արևմուտքը ունի այդ ճշմարտ գործիքները։ Դուք տեսաք Թուրքիան հրաժարվեց սպասարկել ռուսական բանկերի գործունեությունը եւ ինձ թվում է Պուտինի Անկարա այցը հետաձգելը հենց դրա հետ է կապված, որտեղ արդեն ինչքան ժամանակ է հետաձգվում է այդ այցը։ Այսինքն, եթե գոնե Էրդողանին կարողանան չեզոքացնել, այսօր Ռուսաստանը հաստատ Թուրքիայի հետ չի գնա առճակատման, արդեն Պուտինը չի կարողանա օգտագործել Ադրբեջանի, շատ լավ վերնագիր էի կարծում, որպես բութ գործիք Հայաստանի դեմ։ Այսինքն, Արևմուտքի թիվ 1 խնդիրը Հայաստանին օգնելն է զինվել, ոչ միայն պաշտպանական զենքերով, եւ ես տեսա, որ պարոն Մակրոնն ասաց, որ հավանություն է տրվել պաշտպանական զենքերի տրամադրմանը Հայաստանին եւ դա պիտի լինի ոչ միայն Ֆրանսիայի կողմից, որտեղ բալանսը այնքան է խախտվել, Ադրբեջանը գիտեք մի քանի երկրից է զենք գնում, մենք միայն Ռուսաստանից ենք գնել, դա էլ հաստատ չգիտենք ինչ որակի զենք է կամ ասենք բատարեաները իրանց մոտ է, Իսկանդեր են գնում, բարձրվում է չէինք կարող կիրառել, այսինքն կարելի ասել չունենք զենք, դա դրեցինք մի կողմ, ել չասած որ Լեռնային Ղարաբաղում գտնվող զենքերն էլ այսօր խոսում են, որ ուկրաինական պատերազմի են մասնակցում, որովհետեւ ուտիլիզացնելու փոխարեն ռուսական կողմը դրանք ռազմաճակատ է ուղարկել։
Հայաստանին պետք է զինել, պետք է հավասարակշռությունը բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը Ադրբեջանի հարցերը կարող է լուծել։ Ադրբեջանը դա գիտի, դրա համար էլ անընդհատ դեմ է խոսում Հայաստանի զինվելուն, որտեղ իրանք գիտեն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չի պարտվել։ Հայաստանը 5-6 երկրի դեմ պայքարել է, մոջահեդներն էլ, հարցկաններն էլ հետը, եւ չեն կարողացել հաղթել, ներսում էլ 5-րդ Շարասյան այդ բանակը պարակտող գործունեությունը եւ միայն Փաշինյանի պատին սեղմելով, որ շուտով Հայաստանի ենք հարձակվելու, հիշում եք Նախիջևանի կողմից խոսում էին, որ կարող են մտնել եւ Ռուսաստանը ըստ էության ձեռքերը լվացել էր այն ուղղաթիռը, որ փոխեցին ռուսական թուրքերը, ադրբեջանցիները իբրև թե հանկարծակի, դա նշան էր, որ եթե դու չստորագրես նոյեմբերի 9-ը, հաջորդը Հայաստանի տարածքն է։ Այսինքն ստիպելով Հայաստանի ստորագրել այդ թուղթը, իրենք հասկանում են, որ դա վերջնական արդյունք չի եւ Ադրբեջանը միայնակ ոչինչ չի կարող անել։ Դրա համար արևմուտքի թիվ 1 խնդիրը, ես լավատեսական եմ, բայց երբեմն ինձ քննադատում են, թե Մյունխենը ասա, որ լավ է լինելու։ Այո, ես ուզում եմ, որ լավ լինի, միանշանակ ես կողմ եմ, որ արևմտյան հարթակներում լուծվի այդ հարցը, բայց նաեւ ես ռեալ ուզում եմ նայել իրավիճակին։ Արևմուտքը պետք է ոչ միայն Ադրբեջանին զսպի, արևմուտքը պետք է զսպի Թուրքիային, Ռուսաստանին դե այս բան չի կարող, որպեսզի Թուրքիան գոնե հետ քաշվի եւ Ադրբեջանը արդեն առանց Թուրքիայի դաբրոյի միայն Ռուսաստանի գրգռմամբ ռիսկի չի գնա եւ չի հարձակվի Հայաստանի վրա։ Մանավանդ որ Զանգեզուրի միջանցքը ձեռնտու չէ հենց արևմուտքին, գիտեք, ցամաքային կապ Ռուսաստանը այդտեղ ստանում է Թուրքիայի հետ եւ այն որ Իրանը մեզ պաշտպանում է այդ հարցում, դա էլ Իրանի շահից է բխում, այդտեղ Նախիջևանի վրա ազդեցություն չկորցնելու նպատակով։ Չնայած ես ձեզ ասեմ, մեր շահերից չի բխում, որ այդ ճանապարհը ընդհանրապես չբացվի։ Եթե այդ ճանապարհը բացվում է, դա տարանցիկ է խաղաղության խաչմերուկ, որ ասում է պարոն Փաշինյանը, տարանցիկ ճանապարհ է հանդիսանում եւ Հայաստանը այդտեղ որպես տարանցիկ երկիր միլիարդավոր դոլարների կարող է ստանալ, բայց միայն Հայաստանի սուվերեն իշխանության պայմաններում։ Իսկ Իրանը ընդհանրապես դեմ է, որպեսզի այդ ճանապարհը բացվի, նաև Հայաստանի իշխանության վերահսկողության ներքո, որովհետև այդ դեպքում նա կորցնում է այն լծակը, որ այսօր ունի Ադրբեջանի վրա, դա ցամաքային կապ ապահովել է Նախիջևանի հետ։ Մենք պետք է հասկանանք, թե որ երկրի շահերն են մեր շահերի հետ համընկնում, զինվենք եւ արևմուտքին հասկացնենք, որ Թուրքիային զսպելը, ինչպես առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ բոլորը գիտեն, որ Միացյալ Նահանգները զսպեց, որ Թուրքիան չմիջամտի պատերազմին եւ դրա համար էլ Հայաստանը կարողացավ հաղթել։ Էլի Թուրքիային չեզոքացնել, մնացած հարցերը Հայաստանը արդեն կարող է ինքնուրույն լուծել, ես դա եմ։ Հա, ճիշտ ասած, շատերը մոռանում են, որ եթե նույնիսկ տարանցիկ ճանապարհ լինի, ինձ չի թվում, որ ինչու են ադրբեջանցիները ցանկանում, որ Ռուսաստանը հսկի, որովհետև այդ վախը իրենց մեջ հայերի հանդեպ միևնույնը մնացել է։ Իրանք գիտեն, որ պատերազմում իրենք չեն հաղթել, եթե կարելի է այդպես ասել, որ իրենք ընդհանրապես հաղթել են։ Պարզապես զինադադար են ստորագրել եւ դրանից հետո տարածքներ են վերադարձվել ցավոք սրտի ունենք այս իրականությունը, որը որ մեկնաբանվում է իբրև Ադրբեջանի հաղթանակ, շատ մեր զրուցակիցներ կարծիք են հայտնել, որ եթե այդ օրը հրադադարը չհայտարարվեր, մենք շանս ունեինք այդ պատերազմում այլ ելք ունենալ, բայց ինչևէ, ունենք այն ինչ որ ունենք, մի մարդ որ տեսել է առաջի պատերազմը, շատ դժվարանում եմ պատկերացնել մեզ պարտված եւ զգում եմ, որ մեր ժողովուրդն էլ իրեն պարտված չի զգում, պարզապես փորձում են այդ պարտվածի կերպարը մեզ պարտադրել ռուսական մամուլի առաջին հերթին եւ նաեւ ադրբեջանական մամուլի միջոցով 5-րդ շարասյունը դա գիտեք իրենց ես չեմ առանձնացնում իրենք կամ Ռուսաստանի կամ Ադրբեջանի հետ են պետք է սա հստակ ընդգծենք դες Իրանի անունը տվեցիր շատ հետաքրքիր զարգացումներ ունենք Իրանի հետ կապված Իրանի արևմուտքի հետ հարաբերությունների եւ տարբեր փորձագետներ կարծիքներ են հայտնում որ հնարավոր է որ Իրանը արդեն ունի միջուկային զենք սա նոր մարտահրավերներ է մեզ համար ընդհանրապես հարավային Կովկաս կոչեցյալի հա կամ մեր տարածաշրջանի երկրների համար, որովհետև պարզ է, որ եթե Իրանը ունի միջուկային զենք, դրան պետք է ձգտի Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, որոնք մշտական մրցակիցներ են, եւ սա նոր օրակարգ է ստեղծում տարածաշրջանում եւ հիմա այս մեր քայլերը, հա, դանդաղոտությունը Հայաստանի իշխանությունների, որ նոր անվտանգության ճարտարապետություն չեն ստեղծում
ընդհանրապես դիվերսիֆիկացիայով են զբաղված։ Հուսանք, որ գոնե դա նորմալ են կատարում։ Պետք է արագ որոշումներ կայացվի եւ ՆԱՏՕ-ի երկրների հետ ունենանք պայմանագրեր, Եվրոմիության հարթակը օգտագործենք, այսինքն մեր վեկտորը, հա, որ հաճախ ես ասում եմ, դա վեկտոր չի, դա մեր բնական տեղն է, մեր տունն է, մեր քաղաքակրթությունն է։ Մենք պետք է արագ ամրացնենք մեր տան պարիսպները, որովհետեւ իրադարձությունները կարող է այնպես արագ զարգանան, որ շաբաթը ուրբաթից շուտ գա, եւ եթե այսօր մենք Իրանը պատկերացնում ենք մի կերպարում, հա, վաղը նա կարող է լինի մյուս կերպարում, բոլորը իրենց շահերն են պաշտպանում, Իրանը դա անում է իր համար եւ ոչ թե մյուսի, այդ ռոմանտիկ հայացքները պետք է մի կողմ դնենք։ Հարևան են, օքեյ, լավ է, բայց գիտենք, որ եթե իրենք միջուկային զենք ստեղծեցին, արդեն լավ չի, որովհետեւ Թուրքիան է անելու, Թուրքիան է սրվելու են հարաբերությունները, Սաուդյան Արաբիան է իր կողմից, այսինքն տարածաշրջանը դեստաբիլիզացիայի է ենթարկվելու։ Այս ամենի շուրջ պետք է երևի թե ավելի հաճախ խոսենք, հաճախ մտածենք ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։ Իմ կարծիքով սա արագ մեր հապկից դուրս գալու եւ արևմտյան գործընկերների հետ ավելի լուրջ պայմանագրերի կնքելու ճանապարհն է, գոնե Ուկրաինայի մակարդակի, ինչպիսին ունենք Ուկրաինան Բրիտանիայի հետ, Ֆրանսիայի, Գերմանիայի, գիտես, անընդհատ լայնացնում ենք, սա ստացվում է ՆԱՏՕ+, ինչպես Զելենսկին հայտարարել էր, ծովից ծով, հա, ասենք Բալտիկ ծովից մինչև Սև ծովի տարածաշրջանի երկրներ, ովքեր որ նույն արժե համակարգն են կիսում, կապ չունի, մտնում են ՆԱՏՕ թե ոչ, մի նոր անվտանգության տարածք, հա, անվտանգային տարածք է ձևավորվում, Հայաստանը անպայման պետք է իր տեղը գտնի։ Ես մի քանի հարցազրույցներում ուկրաինական փորձագետների հետ, ովքեր որ մոտ են իշխանություններին, հարցրել եմ, արդյոք Հայաստանի համար տեղ կգտնվի, բոլորի պատասխանը եղել է իհարկե, պարզապես Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի հետ դաշնակցի այդ կարգավիճակից։ Խնդրում եմ քո կարծիքը այս ամենի մասին։ Իրանի հետ կապված գանք սկզբից, մինչև այդ դուք ասացիք, որ Ադրբեջանը հոգեբանական խնդրի պատճառով է նաև որ ռուսական խաղապահները լինեն Զանգեզուրում, այստեղ մի շատ կարևոր պահ կա։ Այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան տեսնում են, որ Ռուսաստանը գնալով թուլանում է։ Կարող է ինչ-որ քաղաք են գրավում, հիմա ինձ կասեն ուր այն Ավդիևկան գրավել է, դա էական չի, մեծ պատերազմի ժամանակ մի փոքր քաղաք կվերցնեն, հետո հետ կտան, մի գյուղ կվերցնեն, սկզբում մինչև Կիև էին եկել, այսօր արդեն Ավդիևկան գրավելը համարվում է մեծ առաջընթաց այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր զոհեր է տալիս մի փոքր քաղաք գրավելու համար։ Ռուսական ղեկավարի համար թվաքանակը զոհերի էական չի, կարևորը ընտրություններից առաջ ստանալն էր որևէ այսպես արդյունք։ Ադրբեջանը եւ Թուրքիան տեսնում են, որ Ռուսաստանը գնալով թուլանում է եւ Զանգեզուրում ունենալով ռուսական զորքեր, դրանք հետագայում կարող են այդտեղ էլ Ռուսաստանին գցել, շատ ներողություն այս խոսքի համար, եւ նորից տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի։ Այսինքն, եթե իրենք հայտնվեն այդ ճանապարհի վրա, ով ասեց, որ Ռուսաստանը ինչպես Լեռնային Ղարաբաղում լքեց հայերին, այնպես էլ Զանգեզուրը չի թողնի եւ այդ դեպքում այնտեղ պատկերացնում եք, չէ՞, ինչ տեղի կունենա։ Ադրբեջանը շատ արագ կարող է առաջ գալ, եթե Հայաստանը այսօրվա վիճակում լինի եւ չկարողանա հակահարված տալ։ Այսինքն այս հարցը շատ կարեւոր է, ռուսական զորքերը այնտեղ սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը։ Նույնիսկ եթե իրենք չհրահրեն այդտեղ որևէ բան, իրենց շատ հեշտ կարելի է այդտեղից հանել։ Հաստատ Վլադիմիր Պուտինին զերոթու չէ, որ այսօր ռուսական խաղապահ ուժերը այնտեղ այսպիսի վիճակում են, բայց քանի որ նա թույլ է եւ չի կարողանում Էրդողանը եւ Ալիևին հակաճառել, նա զիջում է գնալ։ Իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանը միշտ Հայաստանի տարածքների հաշվին է, չէ, զիջումներ անում։ Ինչ վերաբերում է Իրանին, շատ փորձագետներ մեղադրում են մեզ, որոնք արևմտյան արժեքների կողմնակիցներ են, արևմտամետ բառը չեմ ուզում կիրառել, թե տեսնում եք Իրանը արևմուտքի հետ վատ է, պետք չի արևմուտքի հետ շփվել, մեր դաշնակիցը Իրանն է, օրինակ հանրապետականից այդպիսի հայտարարություններ են հնչում շատ հաճախ։ Ես ձեզ մի բան ասեմ, ինձ թվում է իրենք խորամանկում են։ Իրանը ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն էր, հիշում եք իսլամական հեղափոխությունից առաջ, եւ նա հակակշիռ էր հանդիսանում տարածաշրջանում Թուրքիային, քանի որ Միացյալ Նահանգները չեն վստահում Թուրքիային, նրանք գիտեն, որ Թուրքիան խորամանկ քաղաքականություն է վարում եւ իրեն հակակշիռ էին ստեղծել այստեղ։ Իրանի իշխանությունը երկու մասի պետք է բաժանել՝ այաթոլլաների իշխանությունը եւ քաղաքական վերնախավը։ Մենք տեսնում ենք, շատերը այսօր տեղյակ չեն, որ նախկին նախագահի հանդեպ քրեական գործ է հարուցվել Ռաիսի, որը կողմնակից էր արևմուտքի հետ միջուկային գործարքի կնքման
կնքմանը, այսինքն Իրանում միանշանակ չի, որ Իրանը արևմուտքի տեղ է։ Հիշում եք, համարյա թե Բայդենի հետ գնում էին այդ միջուկային գործարքի կնքմանը, Տրամպը եկավ խայտառակություն մի արեց, դուրս եկավ այդ գործարքից եւ այսօր որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ, դա հենց Տրամպի շնորհքն է, թեթև ձեռքով նա ստեղծեց այդ խնդիրը։ Եվ Բայդենը նորից փորձում էր հետ բերել Իրանին այդ սեղանի շուրջ եւ արդեն ստացվում էր, այստեղ ինչպես միշտ Ռուսաստանը միջամտեց, այնտեղ այաթոլլաների միջոցով, որոնք պարզել որ Ռուսաստանին ավելի հոգեհարազատ են, որտեղ միապետական իշխանության են ձգտում։ Դրա համար այսօր Իրանը Ուկրաինայի դեմ պայքարում է Ռուսաստանի դաշնակիցը, նրանց գլխավոր իշխանությունը վերցրեցին իրենց ձեռքը եւ Հայաստանի դեմ շատ լուրջ հայտարարություններ էին անում, Ղարաբաղի հետ կապված շնորհավորում էին Ադրբեջանին, հիշում եք։ Այսինքն Իրանի հոգեվոր ղեկավարությունը ավելի պրո-ռուսական եւ պրո-ադրբեջանական քաղաքականություն է վարում, բայց սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ հենց Իրանի համար։ Հիշում եք այնտեղ բազմահազարանոց ցույցեր եղան վերջերս, կրակոցներ եղան, նույնիսկ խոսում էին, որ հարավում որոշ շրջաններ Իրանի իշխանությունները չեն վերահսկում։ Այսինքն այդպես միանշանակ չի, որ Իրանը միշտ լինելու է հակաարևմտյան բլոկում։ Եվ դրա համար պետք չի Հայաստանին ասել վերջ, Իրանը հակաամերիկյան է, մենք էլ Ամերիկայի հետ չշփվենք։ Հայաստանը պետք է փորձի հավասարակշռություն ձևավորել Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունում, գուցե կամուրջ հանդիսանա։ Օրինակ Իրանը եւ Միացյալ Նահանգները շատ լավ համագործակցեցին Զանգեզուրի, այսպես ասած, միջանցքը այդ նախագիծը բլոկի ենթարկելու հարցում, որտեղ երկուսի շահերից էլ չէր բխում։ Այնպես որ Իրանն էլ շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում եւ պետք է աշխատել իրենց հետ։ Ես միշտ ասել եմ, որ Սաուդյան Արաբիան նույնպես շատ կարևոր դեր կարող է խաղալ տարածաշրջանում, թվում է թե ինչ կապ ունի Սաուդյան Արաբիան, ինչ որ հեռու մի հատ արաբական երկիր է։ Ոչ, այստեղ գործում է իմ թշնամին, իմ ընկերն է, բանաձևը։ Մենք գիտենք Սաուդյան Արաբիա եւ Թուրքիայի հարաբերությունները, նույնիսկ դեսպաններին հետ էին կանչել, հիշում եք, տնտեսական էմբարգո էր, երևի 1 տարի առաջ մոտավորապես։ Եվ Սաուդյան Արաբիան չէր ճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստան եւ Սաուդյան Արաբիան չունեին դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն պատերազմից հետո, երբ Սաուդյան Արաբիան տեսավ, որ Թուրքիան նպատակ ունի պանթուրքիստական ծրագիր իրականացնել, հանկարծակի հիշում եք Նիկոլ Փաշինյանը տուրնե իրականացրեց դեպի Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Արադ Միրզոյանը ասեց դեսպանատուն բացեցին, որ սա այն ուղղությունն է, որ մենք պիտի աշխատենք։ Այսինքն թվում է թե հերու երկիր է, բայց նրանք փորձում են Թուրքիային հակակշռել։ Այդպիսի երկրների բլոկերով պետք է Հայաստանը ստեղծի մի կայուն դաշինք եւ ես ձեզ ասեմ իմ եթերներում ասում եմ Թուրքիան իր այսօրվա վարկով այնպես է արել որ շատ երկրներ կցանկանան Թուրքիային հակակշռել եւ այդ թվում իր ՆԱՏՕ-ի դաշնակիցները այսօրվա Հայաստանը ընդհանրապես պետք է ասած ձեռքը վերցնի այդ ամեն ինչը ոչ թե խեղճի պես ասի թե մենք ոչինչ չենք կարող անել այնպեսի տարածաշրջանում ենք Իրանը տեսեք Փաշինյանը ինչ ասում Ամերիկայի հետ վատ է մենք ոնց անենք որ համ Ամերիկայի հետ լավ լինենք համ Իրանի հետ այդպես պրիմիտիվ չի Դրա համար գոյություն ունի դիվանագիտություն, դրա համար գոյություն ունի շահերը միասնական հարթակ բերելու փորձ։ Ընդհանրապես պետք է դրանից օգտվել եւ ունենալ ես Արադ Միրզոյանի գործունեությունը դրական եմ համարում ունենալ ոչ միայն Արադ Միրզոյան, այլև խելացի այլ թիմի անդամներ եւ միասնական մեր երկրի դուրս բերել այս իրավիճակից ոչ թե պատրանքներ ունենա, թե հեսա ինչ որ մեկը կգա, երաշխիք կտա, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի։ Այդպեսի բան չի լինի։ Իհարկե, գիտես նախորդ հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանի հետ նույն թեման էինք քննարկում։ Ես ասացի, որ հիմա Հայաստանը այնպիսի կարգավիճակում է, որ մեզ մեր տնից դուրս են հանել, հա, մենք հիմա վերադառնում ենք դեպի տուն։ Մենք առայժմ դեռ չենք վերադարձել մեր տուն։ Երբ որ վերադառնանք մեր տուն, այսինքն մեր քաղաքակրթություն, արդեն կունենանք հստակ մեր դիրքորոշումը եւ այդ ժամանակ էլ հարց չի առաջանա ում հետ ինչպես վարվել։ Երբ որ դու քո տունն ես, քո տունը լավ ես պաշտպանում ու դու գիտես ով է քո իրական բարեկամը քո քաղաքակրթությունից կարող ես լավ հարաբերություններ ունենալ շատերի հետ բայց դու պետք է քո տանը լինես դու փողոցից չես կարող ինչ որ մեկի հետ հարաբերություններ ունենաս դու պետք է քո տունը ամրացնես պաշտպանես իսկ դա կարելի անել ինչպես ասացի միայն տանը, հա, ոչ թե փողոցում ինչ որ մի հատ շալաշում կամ ինչ որ միտեղ։ Սա հիմա անալոգիա բերեցինք, իսկ բոլորը հասկացան ինչի մասին է խոսքը։ Կարևոր հարցազրույց ստացվեց եւ շատ հետաքրքիր։ Շնորհակալ եմ ժամանակ ես գտնում մեր լսարանի հետ կիսվել քո մտքերով։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք։ Ես միշտ ուրախ եմ հյուրընկալվել ձեր տաղավարում, որ
որովհետև այն եզակի տաղավարներից է, որ միտքը կարողանում է շարադրել, նույնիսկ եթե համաձայնել չես, բայց գլխավոր արժեքային հարցերում մենք միասնական ենք։ Այն, որ առաջինը Հայաստանը, Ուկրաինան, այն երկրները, որոնք ցանկանում են ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը, նրանք այդ իրավունքը ունեն եւ դրանից հետո ինչ որ մի երկիր իրավունք ունի հարձակվել քո վրա եւ քեզ ասել մենք կստիպենք, որ դու այսպես անես։ Մեր ժողովուրդները պետք է ձգտեն ազատության, իրենք միշտ էլ ազատասեր ժողովուրդներ են եղել, պայքարեն եւ ես վստահ եմ կհասնեն իրենց նպատակին շեղվել այդ ներքին 5-րդ Շարասյան վրա Ուկրաինայում էլ կան այդպիսի մարդիկ, դուք անուններ նշեցիք, որոնք միանշանակ Ռուսաստանից են ֆինանսավորվում, արդեն պարզ է, նրանց վրա ուշադրություն պետք չի դարձնել, առանց վիրավորելու շարունակեք ձեր գործը, գնացեք առաջ եւ վստահ եղեք ձեր ուժերին, հիշեք պատմությունը, ազգայնական բառը դուք ասեցիք, Գարեգին Նժդեհին էլ են համարում ազգայնական գործիչ, ռուսները վատ իմաստով, նա ազգայնական գործիչ չէ, նա ազգային գործիչ է եւ հետեւելով իր օրինակին, որը միայնակ կարողացավ Զանգեզուրը պահել, պետք է շարունակել նրա գործը, նրա հերոսությունը եւ ձեռքերը որևէ դեպքում չիջեցնել։ Դե Նժդեհի անունը շատ հաճախ ենք հիշում, շատ կարևոր է, հետաքրքիր է, որ երբեմն չգիտես ինչպես ընկալես, չէ՞, մի ժամանակ նա եղել է դաշնակցության անդամ, բայց իմ համար Նժդեհը դաշնակ չէ, այսպես ասեմ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ եւ ամենալավն ու բարին։